Գյումրու Ավագանին արտահերթ նիստում որոշեց համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմիններ ձևավորել։ Քաղաքապետին կից խորհրդակցական մարմին ձևավորելու նպատակն է ապահովել փոխադարձ կապը ու համագործակցությունը մի կողմից համայնքի բնակչության, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների եւ մյուս կողմից համայնքում քաղաքականություն մշակող եւ որոշում ընդունող տեղական ինքնակառավարման մարմինների միջև կձևավորվեն Գյումրու զարգացման հնգամյա ծրագրի եւ բյուջեի կառավարման, քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի, ինչպես նաեւ կրթության, առողջապահության, մշակույթի հարցերով զբաղվող խորհրդակցական մարմիններ։ Ավագանին միաձայն կողմ քվեարկեց։ Միաձայն հավանության արժանացան նաեւ քաղաքի կարիքների համար տեխնիկա ձեռք բերելու, ինչպես նաեւ 18 փողոցների նորոգման համար սուբվենցիոն հայտերին համաձայնություն տալու մասին հարցերը։ Օրակարգի 7-րդ հարցով առաջարկվում էր չեղարկել Ավագանու 2023-ի որոշումներից մեկը Գյումրու Ճերմակ հիվանդանոցի շենքը վաճառելու մասին, այն վերադարձնել համայնքի հաշվեկշիռ եւ վաճառել պայմանով։ Չկա այդպեսի նախ մեկը, որ հիմա գասի ես ուզում եմ քամ գնել, ամեն դարձնել հիվանդանոց։ Երկրորդն էլ հարցը նրանով է, որ ասենք քաղաքապետարանը դառնալու է սեփականատեր, 50 կամ 60 կամ 40% սեփականատեր։ Դա շատ լուրջ բան է, ծրագիր կա։ Մինչև հարցը կդրվեր քվեարկության, Վարդան Ղուկասյանին դիմեց քաղաքացիական պայմանագրի խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը։ Նա ողջունեց համայնքի գույքը համայնքին վերադարձնելու Ղուկասյանի առաջարկը եւ հանդես եկավ նոր առաջարկով։ Հիշեցրեց Ղուկասյաններին պատկանող դատարանի նախկին շենքի Գյումրու քաղաքային զբոսայգու հողակտորների մասին։ Ողջունում եմ պարոն Ղուկասյան ձեր մտածումը, որ դուք ուզում եք համայնքային գույքը հետ վերադարձնել։ Ես նաեւ ձեզ առաջարկում եմ հետ վերադարձրեք նաեւ դատարանի նախկին շենքը, հետ վերադարձրեք համայնքին նաեւ կենտրոնական զբոսայգու այն 5 հողակտորները, որոնք օտարվել են եւ հետո Ամբերտ ընկերությանն է օտարվել եւ հետո տարբեր սխեմաների, այսպես նվիրատվությունների տեսքով ամեն դեպքում դարձել են ձեր եւ ձեր ընտանիքի սեփականությունը, կարծում եմ լավ նախաձեռնություն է եւ եթե դուք նաեւ համայնքին վերադարձնեք այդ եւ այլ գույքեր, սա նաեւ լավ օրինակ կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամենատարբեր սխեմաների միջոցով համայնքային գույքը օտարել են եւ դարձել են այդ համայնքային գույքի սեփականատեր։ Համբերես ինչ լավ հարց բարձրացրեցիք, սպասում էի, ես հիմա կպատասխանեմ։ Ուրեմն կենտրոնական զբոսայգին դա Թումո կենտրոնին է տված։ Մոտավորապես արդեն 10 տարի։ Իսկ երբ որ դուք հələ, չգիտեմ, որ թիվն եք։ 86։ Դուք որ 2 տարեկան եք 88 թվականին երկրաշարժը եղավ, այդ կենտրոնական զբոսայգին մենք մեր եղբայրներով այդ բոլորը գիտենք քաղաքի։ Հավանական է քո ծնողներն եք գիտեն։ Ուրեմն այդ այգին պահել ենք մենք։ Այդ այգին որ չկդրավի ծառերից ընդուպ այդտեղ մենք պալատկա ենք դրել ու պահել ենք այդ այգին։ Դատարանի նախկին շենքը եւ նմանատիպ այլ կառույցներ օտարվել են մարդկանց, որոնք կառուցապատում էին, ասաց Ղուկասյանը, ապա հավելեց. քաղաքում նմանատիպ էլի շենքեր կան, որ փլվում են։ Արձագանքելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը հիշեցրեց. Ղուկասյաններին պատկանող գույքի հարցը քննում է դատարանը։ Ես իհարկե հարգելով բոլոր մարդկանց անմեղության կանխավարկածով հույս եմ հայտնում, որ դատարանը համապատասխան որոշումներ կայացնի այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով համայնքային գույք են օտարել, իրենք կամովի կամ դատարանի որոշմամբ այդ գույքը հետ է վերադարձնելու համայնքին, որովհետև այդ ճանապարհ պարզապես չի լինելու։ Այո, բայց շատերի մուրազներ փորը կմնա։ Ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ղուկասյանը խոստացավ մյուս ամսվանից քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր կառույցներում աշխատավարձերը կբարձրանան 20-ից 30%-ով։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։